Իմ երեխան պետք է Հայաստանում ծնվի, ամոթ է հղիների գումարներից պետբյուջեն լցնելը։ Այս տեսակ կարգախոսներով այս օրերին շատ հայր-մայրեր փորձում են ի ցույց դնել իրենց անհամաձայնությունը նոր օրինագծի կապակցությամբ։ Իսկ թե ինչպես արձագանքեցին մեր ղեկավարայրերը եւ առհասարակ ինչ ռացիոնալ լուծումներ են առաջարկում հղիների եւ ապագա երեխաների բարօրության համար, կիմանանք մեր այսօրվա հյուրերի օգնությամբ հասարակական մեր հյուրերն են հասարակության կազմակերպությունների տնօրեն Աննա Նիկողոսյանը եւ Տաթևիկ Դավթյանը, բարի լույս։ Բարի լույս, ուզում եմ իմանալ, թե ինչ ենք առաջարկում մենք կանայք հղիները, հա, կառավարությանը ընդդեմ ինչ առաջարկներ ունենք, որն է մեր ուզած օրենքը, որն ենք մենք առաջարկում։ Կառավարությունը մի օրինագիծ է ներկայացնել, չգիտեմ որքանով են ծանոթ հեռուստադիտողները, որով առաջարկում է էական փոփոխություններ մտցնել աշխատող մայրերին հղիության ծննդաբերության արձակուրդի ժամանակ տրվող փոխհատուցման համար։ Գործող օրենքով նախատեսվում է 100% փոխհատուցում ըստ կնոջ ունեցած վերջին 1 տարվա ընթացքում ունեցած միջին եկամտի չափի։ Նոր օրինագիծը նախատեսում է վերին շեմ սահմանել եւ մաքսիմում, այսինքն գումար սահմանել, որից բարձր, հա, կինը փոխհատուցում ստանալ չի կարող, անկախ իր ունեցած միջին աշխատավարձի չափի եւ որ նաեւ առաջարկվում է կապել փոխհատուցման չափը աշխատանքային ստաժի հետ, այսինքն տվյալ գործատուի մոտ ունեցած 1 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում եկամտի միայն 40%-ի չափով փոխհատուցել, մինչեւ 3 տարի ստաժի դեպքում 60 եւ մինչեւ 5 տարի ստաժի դեպքում 80% չափով։ Մենք կարծում ենք, որ նման մոտեցումը առհասարակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա կմեկնաբանեմ մեր հարցեցիկ առաջարկի մասին, մենք կարծում ենք, որ բոլոր աշխատող կանայք պիտի 100%-ի չափով իրենց վերջին տարվա, հա, միջին եկամուտի անպատճառ փոխհատուցվեն։ Ինչ խնդրահարույց կետեր կա, եւ Աննան ավելի լավ եւ օրենքի տեսանկյունից կներկայացնի։ Լավ, օրինագիծը փաստորեն պարունակում է մի շարք կետեր, որոնք կարող ենք պնդել, որ հակասահմանադրական են եւ ոտնահարում են Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված մի շարք օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի որոշակի նորմերին։ Մասնավորապես առաջին հերթին ուզում եմ նշել, որ օրինագծի որոշ կետեր, մասնավորապես այն փաստը, որ աշխատող կինը փաստորեն կախվածության մեջ է մտնում իր վերջին գործատուից, ոտնահարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ազատ աշխատանքի ընտրության իրավունք։ Այսինքն դուք կարծում եք, որ օրինագիծ այդ ընտրողները, այդ ովքեր որ հիմա օրենքը գրում են, չգիտեն այս ամենի մասին։ Ես կարծում եմ, որ իրենք չէին մտածում, որ կարող է այսքան ընդվզումի մեծ ալիք բարձրանա, որովհետև երբ որ օրինագիծը բավականին հապճեպ է մշակվել, եւ մենք որպես քաղաքացիական հասարակության անդամներ պարզապես պատահաբար ենք սկզբում իմացել մեր գոլեգաների կողմից այդ նախագծի մասին եւ հենց որ իմացել ենք բնականաբար արդեն մոբիլիզացրել ենք մարդկային ռեսուրսներ, կազմակերպել ենք ակցիաներ, տարբեր ելույթներ ենք ունեցել այս խնդրահարույց կետերի հետ կապված։ Ես ասեմ, որ այս ուրեմն նախագիծը նաեւ ոտնահարում է միջազգային իրավունքի որոշակի նորմեր, մասնավորապես օրինակ Եվրոպական սոցիալական իրավունքների մասին խարտիայի 8-րդ հոդվածը, նաև կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, նաև Հայաստանի Հանրապետության մասշտաբով կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին թիվ 57-րդ օրենքը եւ ես կարող եմ այս շարքը անվերջ շարունակել։ Չէ, եկեք վերադառնանք մեր Հայաստան, որովհետեւ մենք շատ լավ գիտենք մեր օրենքներն են միջազգային։ Ինձ հետաքրքիր է, լավ, եկեք ինձ հետ համաձայնվեք, որ կան նաև կանայք, որոնք որ հղիանալուց հետո հենց նոր գնում են եւ այդ գործատուներն էլ կառավարությունն էլ այս օրենքը ընդունելուց առաջ շատ լավ հասկանում է դա, որ կան մարդիկ, ովքեր որ հղիանալուց հետո միայն գնում են գրանցվում են աշխատանքի զուտ նպաստը ստանալու համար։ Իսկ միգուցե այս օրինագիծը հենց մշակվում է նրա համար, որպես ինչ որ ձև խոսափենք այս ամեն ինչից, օրինախախտումներից, այսպես ասած։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը հենց այդպես էլ մեկնաբանում է, ասելով, որ ինքը նպատակ ունի ծախսարդյունավետությունը, հա, իր բյուջեից կատարվող մեծացնել եւ որ թեպետ ասում է, որ այդ բառերը չի օգտագործում, բայց ըստ էության խարդախությունների դիմող, հա, կանանց պատժել, եթե կարելի է այդպես ասել։ Գիտեք, ոչ մի օրինապաշտ քաղաքացի, այդ թվում նաեւ ես, Աննան եւ մեր նախաձեռնության բոլոր անդամները դեմ չենք, որ նրանք, ովքեր խարդախ են եւ ովքեր ինչ որ զարտուղի ճանապարհներով փորձում են պետական
բյուջեի միջոցները ոչ արդյունավետ կերպով օգտագործել, որ իրենց պատժեն կամ իրենց նկատմամբ միջոցառումներ ձեռք առնեն, բայց մենք հավատացած ենք եւ կարծում ենք, որ երբևէ չի կարելի պատժել Խարդախին արդար աշխատող կնոջ հաշվին, հա, դա նույնը կլիներ, պատկերացնում եք ինչպիսի ռեակցիա կառաջացներ հասարակության մեջ, եթե ոստիկանությունը որոշ ասեր գողություն, քանի որ գողության ցուցանիշը Հայաստանում բարձրանում, եկեք բոլորիդ պայմանական 1 ամիս դատենք, որպեսզի դուք երբեք չգնաք գողություն անելու։ Դա աբսուրդ կլիներ։ Այսինքն, չէ, համեմատում եմ, որովհետև հղիությունը շատ կարևոր ինստիտուտ է, հղիությունը դեմոգրաֆիական աճի, այս երկրի անվտանգության հիմքն է։ Հետևաբար մի քանի Խարդախի պատժելու համար զրկել օրինական եկամուտից բոլոր օրինապաշտ տարիներ շարունակ աշխատող հարկեր մուծող կանանց իրենց օրինական եկամուտից, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, սա անթույլատրելի լուծում է, այսինքն պատժեք, գտեք մեխանիզմներ, պատժեք Խարդախներին, բայց երբեք դա մի արեք ոտնահարելով արդար աշխատող կանանց իրավունքը, ավելին, այս իրավունքը, հա, մայրանալու, հղիանալու, սա միակն է ժամանակավոր աշխատունակության բոլոր ձևերից, որ գիտակցված որոշման արդյունքում է լինում, հա, եւ միայն կինը կարող է գնալ հղիության ծննդաբերության աշխատի, ոչ մի տղամարդ չի կարող դա անել։ Եվ երբ որ մենք կնոջը իր այդ արձակուրդի ժամանակ իր օրինական փոխհատուցումից զրկում ենք, մենք իրեն ստորադասում ենք տղամարդուն, այսինքն այս այնպիսի իրավիճակ ենք ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, երբ կնոջը ասում ենք, որովհետև դու կին ես, մենք քեզ զրկում ենք քո եկամուտից։ Սա բոլորովին անթույլատրելի լուծում է միայն անբանի համար, որ մի քանի Խարդախներ պատժվեն։ Լավ, հիմա մի հարց եւս, հա, դուք կոնկրետ ինչ-որ հարցադրում արել եք կառավարությանը, բայց շատ կոնկրետ, հա, ոչ թե ինչ-որ վիճելի հարց թեմայի շուրջ, այլ կոնկրետ ինչ եք առաջարկել պետությանը։ Առաջարկել ենք 100%-ով փոխհատուցել բոլոր արդար աշխատող կանանց իրենց եկամուտի չափով, իսկ եթե մենք լինեինք սոցիալական ներողություն, մենք քաղաքացիներ ենք եւ սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցներ չենք։ Մենք չենք կարող սոցիալական ապահովության նախարարության փոխարեն մշակել մեխանիզմներ եւ առաջարկել, որ իրենք այդ մեխանիզմները ներդնեն։ Դա իրենց գործն է։ Մեր պահանջը սա է, միգուցե հենց այս օրինագիծը դուք կարծում եք, դա շատ անհաջող է, որովհետեւ դա ոտնահարում է աշխատող կանանց իրավունքները եւ որևիցե օրենք, որը հակասում է սահմանադրությանը, չի կարող ընդունվել Հայաստանի Հանրապետությունում։ Ես ձեզ հիմա բերեմ օրինակ, տեսեք, եթե մի կին, որ 300,000 դրամ աշխատավարձ է ստանում, հա, ներկայիս օրենքի շրջանակ, այն փոփոխվող առաջարկվող փոփոխությունների շրջանակում, եթե այդ կինը 1 տարվա աշխատանքային ստաժ ունի ընդամենը եւ գնում է հղիության ծննդաբերության արձակուրդ, գործող օրենքի պայմաններում կինը մոտ 1,200,000, մի քիչ ավել գումար պիտի ստանար, այսինքն այդ 300,000-ը բազմապատկված 4.5 ամիսներ է։ Ճիշտ է։ Գործող օրենքի շրջանակներով այդ 4.5 ամիսների համար կինը պիտի ստանա 550,000 դրամ։ Զգում եք 1,200,000-ի եւ 500,000, կեսից, չէ, գրեթե 3 անգամ քիչ պիտի ստանա։ Եվ այդ 4.5 ամիսների ընթացքում այդ 550,000 դրամով այդ կինը, որ օրինավոր աշխատել է, իր հարկերը մուծել է, ոչ մի օրենք չի խախտել, ոչ մի խարդախություն չի արել, ինքը պիտի փորձի եւ իր ծախսերը հոգալ, եթե հիպոթեկային պարտավորությունը երիտասարդ է, բնակարանից է, հա, օգտվում այդ ծախսերը հոգալ, պիտի իր զավակի առաջին երեխա ունենալու հետ կապված ծախսերը առնվազն 500,000 դրամ են Հայաստանի Հանրապետությունում ամենահամեստ հաշվարկներով։ Այդ ծախսերը պիտի փորձի փակել, պիտի փորձի մի քիչ էլ այդ գումարից երկար օգտվել, երկար մնալ տանը, որպեսզի կարողանա հնարավորինս երկար կրծքով կերակրել իր զավակին, հա, որպեսզի իր առողջությունը ապահովի։ Այսինքն մենք այն պահին, երբ կնոջ ծախսերը պիտի կտրուկ աճեն, առաջարկում է մեր կառավարությունը կտրուկ նվազեցնենք նրա եկամուտը, նրա արդարացի եկամուտը։ Սա երբեք չի կարող համարվել արդարացի լուծում այն խնդրին, որը բարձրաձայնում է նախարարությունը։ Եկեք համաձայնենք, որ եթե մենք խոսում ենք ծննդաբերող կնոջ մասին, բնականաբար նա միայնակ չի, եթե նա հղի ուրեմն կողքին ունի տղամարդ ամուսին։ Պարտադիր չէ նախ եւ առաջ, այսինքն մենք ունենք բազմազան ընտանիքներ եւ ունենք դեպքեր, երբ կինը ծննդաբերում է որոշակի, ասենք, չգիտեմ, ամուսնական հարաբերություններից դուրս եւ այդպիսի դեպքեր եւս ունենք, ուզում եմ ասեմ, դոգմատիկ չսարքենք, որ եթե կինը երեխա է ունենում, պարտադիր պետք է իր կողքին ունենա։ Տեսեք, հանրային քաղաքականությունը, եկեք, եթե խոսենք քաղաքականության տերմինով, հանրային քաղաքականությունը մշակելիս մենք չենք կարող հաշվի առնել կնոջ հեռավոր բարեկամներին, հնարավոր պոտենցիալ օգնությունը, որ ինքը կարող է ստանալ։ Հանրային քաղաքականության թիրախը եթե կինն է, ապա պիտի կնոջ վիճակը հաշվի առնենք։ Կինը եթե ունի էլ ամուսին, հա, մեծամասամբ ունենում է ամուսին, այդ
բյուջեն ընտանիքի արդեն ձևավորվում է կնոջ եւ տղամարդու եկամուտից եւ իրենք կառուցում են իրենց կյանքը այդ բյուջեից շուրջ։ Երբ որ գնում ես դու հղիության ծննդաբերության արձակուրդ եւ այն բյուջեն, որ դու ունեիր նախկինում, հանկարծ զգալիորեն կրճատվում է, ծախսդ էլ զգալիորեն մեծանում է, անկախ այն բանից ունի կինը ամուսին թե չէ, այդ ընտանիքը հայտնվում է շատ դժվարին ֆինանսական կացության մեջ։ Հասկանալի է, այսինքն դուք ուզում եք ասեք, որ այդ օրինագիծը ստեղծել են ոչ թե այդ խարդախություններից փախչելու, այլ ուղղակի զուտ հղիներին վնասելու։ Ոչ, օրինագիծը ստեղծել են ցանկանալով, կա լավ ասացված, ուզել են լավ բան անել, բայց եթե այս օրինագիծը ընդունվի, ապա ում կհանելու փոխարեն աչքը կհանեն բարձրապես։ Իսկ ինչ է առաջարկում։ Լավ, նախարարը երեք մեր հյուրներ եւ նա նշեց, որ 3 անգամ կրկնապատկվել է, եռապատկվել է ավելի շուտ աշխատավարձների այդ տոկոսային հարաբերությունները, որոնք հիմա ճշգրիտ երևի թե դուք կնշեք, թե ոնց է տարբերությունները տոկոսային, բայց ծնելիության աճ այդուհանդերձ չի նկատվել, հա։ Ինչ ենք մենք առաջարկում, մեր պատասխանը հակառակը պակասել է, ինչ ենք մենք։ Ես ասեմ, հա, այս նախագիծը եթե այս տեսքով ընդունվի, մենք առավել եւս չենք ունենա բնական աճ եւ չենք ունենա ծնելիության աճ, որովհետեւ աշխատող կինը, ով որ առանց այդ էլ ծանրաբեռնված է եւ այս դեպքում փաստորեն իր իսկ օրենքով հասանելիք գումարների մի փոքր չափն է միայն ստանալու, հակված չի լինի կամ շատ երկար կմտածի արդյոք ունենա երեխա թե ոչ, նամանավանդ եթե խոսքը երկրորդ կամ երրորդ երեխայի մասին է։ Փաստորեն ստացվում է, որ այս օրինագիծը աշխատող կանանց ծնելիության մակարդակը շատ կտրուկ կերպով նվազեցնելու է։ Ասեմ, որ օրինագիծը մի դրական կողմ ունի, որը որ մենք ողջունում ենք ի տարբերություն մնացած կետերի, դա այն է, որ չաշխատող մայրերը եւս որոշակի նպաստ են ստանալու նվազագույն աշխատավարձի չափով։ Բայց թեև մենք դա ողջունում ենք, մենք չենք ողջունում այն փաստը, որ աշխատող կանանց գրպաններից է վճարվելու։ Բայց դա էլ չէ պետ բյուջեից գալիս, չէ՞։ Բայց այդ կինն է մուծել, աշխատող կինը մուծել է հարկեր երկար տարիների ընթացքում եւ այդ նպաստի ստանալը դա իր իրավունքն է, որը պետությունը իրավունք ունի խլելու կանանց մասին չի խոսքը։ Չէ, բոլորի մասին։ 1 տարի, 2 եւ ավելի։ Չէ, վերին է սահմանել օրենքը հասկանում եք, եթե դուք օրինակ ունեք բարձր աշխատավարձով աշխատող կինեք, որը քրեորեն հետապնդվող բան չի եւ ոչ էլ մեղք է, սովորաբար ովքեր բարձր են վարձատրվում, իրենց արժանինքներից ելնելով են բարձր վարձատրվում, քրտնաջան աշխատել են, հա, որոշակի կարիերայի հաջողության են հասել, հա։ Այս օրենքի նախագիծը նախատեսում է, որ ինչ որ շեմից ավել կինը չի կարող փոխհատուցվել, սա նույնպես բոլորովին անարդար ինստիտուտ է, այսինքն մենք չենք կարող լուծել մի խնդրեմ ոտնահարելով մի ամբողջ խումբ կանանց իրավունքներ, հա, այդ կանայք միգուցե մեծամասնությունը չեն Հայաստանում 12000 է ամեն տարի աշխատող կանանց թիվը, ովքեր գնում են հղիության ծննդաբերության արձակուրդի, բայց դրանք 1/4-ն են Հայաստանի ծննդաբերող կանանց, այսինքն մենք այդպիսի արհամարհական վերաբերմունք այս 12000-ի նկատմամբ, այն երկրում, որ դեմոգրաֆիական աճի խնդիր ունի, որ արտագաղթի խնդիր ունի, մենք չենք կարող մեզ այդպիսի ճոխություն թույլ տալ, որպես պետություն արհամարել 12000 կանանց իրավունքները։ Այո, հուսանք մեր պետական այրերը նույնպես դրամատիկին գիտեն, որ մենք դեմոկրատ երկրում ենք ապրում եւ հուսամ, որ նախարարությունը ամեն դեպքում արդարացի լուծում կկայացնի, արդարացի որոշումներ եւ ես էլ հուսով եմ, որ հայ կանայք չեն նայ թե նպաստ կա, չկա, պահում կա, չկա, նրանք կունենան զավակներ, կբազմացնեն մեր ազգը եւ կլինեն լավ արժանավար տղամարդիկ, վերջի հայկ ջան, որոնք որ թույլ չեն տա, որպեսզի կանայք մնան ամեն դեպքում նպաստների հույսին։ Իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, մեր եթերում կարճատև գովազդ, որից հետո կվերադառնանք։